Բայց այս անձնական ոնց որ տվյալները բաները չենք ներառում դրա մեջ, չէ։ Last 9 digits of your social. Որտեղ ես մնում բան եւ այլն։ Socially վերջի 9 թիվը։ Իմս բանա, ստակար socially վերջի 9 թիվը։ Ես գիտես ոնց եմ մտածում, ասում եմ, որ սենց ոնց որ ուզում էի գաս որ խոսանք, երկուսը շատ քաղաքականացված մարդիկ ենք։ Ու որ նայում եմ թե հայկական մեդիա դաշտում ինչքան աղբատիրում, սաղ իրար քֆուրներով, ամենավատ ձևով, այնց հայհոյանքներ են տալի, որ ասենք որ ծնողին են կպնում, ամենավատ ձևերով, ես իմ ու քո տրադիցիա մենք ունեինք տարիներ առաջ, համ Նյու Յորքում ենք արել, համ Երևանում ենք արել մի քանի անգամ։ Իրար հետ վերցնում ենք այդ իրիկունը ռեզերվ էինք անում, ամեն մեկս վիսկի էինք վեկալում, սիգար էինք վերցնում, գնում էինք միտեղ ու գնաց։ 3-4 ժամ քաղաքականությունից ենք խոսում, լիքը բան իրար հետ չենք համաձայնվում ու միշտ մեր հարաբերությունը շատ ջերմ էր մնում։ Կարանք իրար հետ վիճեինք, կարանք թեժ վիճեինք ու ես մտածի ասի ինչքան լավ կլինի որ իր այդ նստենք խոսանք ու թեկուս հերոստատիտողն է նայի ասի օքեյ ցենց էլա կարելի միգուցե էս էլա ավելի հետաքրքիր մարդիկ տեսանկյուն են ասում եւ այլ եւ այլն ես ու դու երկուսը նույն համալսարանն ենք ավարտել մեր քաղաքագիտական կրթությունը հարգված համալսարան Columbia University ու նույն ֆակուլտետը CPAN School of International Public Affairs միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հիշում եմ դու ավարտեցիր ես այդ տարին սկսեցի դու էիր հետո Վաչեներ հետո ես էի սենց գնացի sense իրար հետևից ու մտածի որ այդ բազային մեր գիտելիքներն է ոնց որ նման են ճիշտ է կարող է մեկս մի դասավել վեկալը մեկը մյուս ոլորտում է վեկալը բայց բազային գիտելիքներն էլ էլի լավ որ կարանք հետարքիր խոսանք ես ինչն եմ ուզում այսօր խոսամ նախ դու քո աշխատանքային փորձը դու երկար տարիներ չեմ հիշում քանի տարի եղել ես ANC-ի որը դաշնակցության ոնց որ քաղաքական Ամերիկայում լոբիստական թևն է Western Region-ում executive director դա բավականին բարձր պաշտոն է ու կուսակցության կոնկրետ ում խոսեմ մի հատ ազգայնականությունից այդ բոլոր գաղափարներից քննարկենք իրար հետ դու դաշնակցությունը ունի ոնց որ գաղափարական երկու սենսյուն մեկը տնտեսական ոնց որ սյունն է մեկը քաղաքական գաղափարականն է տնտեսականը ավելի կապ ունի ինչքանով ես եմ հասկանում ուղի ինձ եթե սխալ եմ հասկանում ավելի սոցիալիստական էկոնոմիկայի հետ մոդելի հետ քաղաքականությունը ավելի նացիոնալիստական ավելի նժդեհականության այդ ուղղվածության հետ մի քիչ արի խոսանք այս երկու սյուներից քո ընկալումը արդեն որ մենք էլ ենք տարիքով մեծացել ոնց ենք ընկալում դու ոնց ես մտածում սոցիալիզմը ավելի հարմար ոնց որ ճիշտ էկոնոմիկական մոդելը թե կապիտալիզմն է ավելի լավ քո բանը ոնց է իմ բանով ես կապիտալիզմի շատ կողմնակից եմ Հայգրան առաջին հերթին ասում շատ ուրախ եմ որ զրուցում ենք ինչպես ասացիր մեր հին ավանդույթներ եւ հակառակ որ ես եղել եմ իհարկե տնօրենը Հայդատի հանձնախմբի Արևմտյան շրջանի Արևմտյան ԱՓ-ի ոնց որ կազմակերպության մասնաճյուղում ես այլևս իրենց հետ այսինքն չեմ աշխատում եւ չեմ ներկայացնում կազմակերպության դիրքորոշումները կամ նույնիսկ գաղափարախոսությունը ոչ Հայդատի ոչ էլ դաշնակցության այնուամենայնիվ իհարկե լինելով մարդ որ աշխատել է թե կազմակերպության մեջ թե ով հետաքրվում է հայ ժողովրդի հայկական sense քաղաքականությամբ կարանք իհարկե այդ թեմաների շուրջ զրուցել ես անկեղծ ասած սոցիալիզմից շատ հեռու եմ ես համաձայն չեմ այդ գաղափարախոսության հետ ինձ թվում է որ այդ գաղափարախոսությունը ոչ մի չասեմ ոչ մի բայց շատ ասենք լավ հետևանքներ չի թողել որտեղ որ փորձվել է այնուամենայնիվ կապիտալիզմը որը իհարկե քիչ թե շատ չեմ ուզում ասեմ որ ինքը տիրում է Ամերիկայում որովհետև ինքը ոնց որ պետք է տիրի Ամերիկայում բայց իրականության մեջ տարբեր ոնց որ երանգներ բաներ ունի ես ավելի շատ կապիտալիզմի ոնց որ կողմնակիցն եմ
բայց դա չի նշանակում, որ ես պաշտում եմ կապիտալիզմը, ինչպես շատ մարդիկ անում են Ամերիկայում, հա։ Իմ կարծիքով առաջին հերթին երկիրն է կարևոր։ Պետք է երկրի եւ երկրի ժողովրդի շահերը ապահովվեն, եւ եթե ամենաճիշտ ձևը, ամենալավ ձևը կապիտալիզմն է, ուրեմն այդ ուղղությամբ պետք է մարդիկ աշխատեն, քաղաքական գործիչները եւ նաեւ ժողովուրդը։ Իրամ, հիմա քաղաքական մասն է հետաքրքիր, նացիոնալիզմը։ Ինչքանով ես դու համարում, որ նացիոնալիզմը ճիշտ արտաքին քաղաքականության ոնց որ գործիք է։ Իսկ օրինակ երկիրը, եթե ասում է մենք ունենք նացիոնալիստական գաղափարախոսություն, պայմանական չգիտեմ անունը ասենք թե դնենք նժդեհականությունը ենթադրենք ու ասում ենք այս գաղափարախոսությունով ենք որ մենք առաջ ենք շարժվելու, ինչքանով է դա պրոդուկտիվ քո կարծիքով։ Իմ կարծիքով եթե դու ղեկավարում ես մի պետություն, հա, մի երկիր, դու պետք է առաջին հերթին, ինչպես ասում էի, պետք է այդ երկրի, այդ պետության շահերը պահպանես եւ իմ կարծիքով հնարավոր չի այդ գաղափարով առաջնորդվել, եթե դու նացիոնալիզմին չես հավատում։ Եվ եթե դու ուզում ես օրինակի համար բոլորին օգուտ լինել, ասենք հարևան երկրներին, չգիտեմ, դրսից եկողներին եւ այլն, դու չես կենտրոնանում քո գերագույն նպատակի եւ առաքելության վրա։ Ես երբ որ հարցը տալիս եմ, շատ հետաքրքիր, ինձ թվում է ստեղ մի քիչ անգլերենից nationalism բառի ու հայերեն ազգայնականության բառերի մեջ ինձ թվում է մի քիչ definition-ների, սահմանումների մեջ կա որոշակի խնդիր, տարբերություն։ Ես նույնիսկ հիշում եմ տենց դաս կար հենց Քլամբիայում, որ վերջում մենք լուրջ բանավեճ էր ոնց որ դասանում դասախոսի միջև, ուսանողներից միջև, թե ոնց է ընկալվում այդ բառը nationalism։ Ամերիկայում nationalism-ը ընկալվում է որպես որին ես եմ ավելի կողմնակից պետականամետություն, պետության շահը։ Nationalism մեր կոնտեքստում շատ դեպքերում սահմանումը ավելի գնում է դեպի ասում ենք ազգային շահ, ոչ թե պետական շահ։ Ու սրանք հստակ իմ կարծիքով տարանջատում ունեն։ Ինչ նկատի ունեմ, փորձեմ իմ ընկալածը ոնց որ ես քո հետ կիսվեմ ու դրա վրա փորձենք կառուցենք։ Երբ որ այս nationalism-ը, որը ազգային շահ ենք մենք ասում, ինքը հիմնված է սենտիմենտի վրա, ինքը հիմնված է ոնց որ ռետրոսպեկտիվ անալիզի վրա, այսինքն դու նայում ես քո պատմության ծանր ժամանակները, աղետները ու հաջողությունները ու դրանց սինթեզը քո մեջ առաջացնում է այդ նացիոնալիստական սենտիմենտը։ Պետականամետ գաղափարախոսությունը իմ կարծիքով ավելի հիմնված է մաթեմատիկայի վրա։ Ինչ նկատի ունեմ, այսինքն ռեսուրսների։ Դու ինչ ունես, ինչ չունես, ինչքան հացահատիկ ունես, ինչքան տեղերից է դիվերսիֆիկացված, էներգորեսուրսներդ որտեղից են գալի, եթե դու ինչ-որ մի երկրի հետ հակառակորդ ես, արդյոք դու կարաս ձգես երկարաժամկետ այդ բանի մեջ մնաս, այդ tension-ի մեջ մնաս, արդյոք եթե ժամանակը իր օգտին է, դու ոնց պետքա դրա տակից դուրս գաս, արդյոք եթե երկար խաղը շարունակես, կարող է կախվածությունը շատանա մեկ ուրիշ երկրից ու այդ երկիրը արդեն իր շահերից սկսի գործել։ Այսինքն ինձ միշտ թվում է այն ֆորման նացիոնալիզմի, որը մեր մոտ է մի քիչ եղել, իմ տպավորությունն է դա, մենք կարանք չհամաձայնենք։ Իսկ մի քիչ ավելի sense կուրացնող տենդենց ունի։ Պետականամետությունը ունի ոնց որ ավելի սառը հաշվարկ, այդքան սենտիմենտի վրա չի, ինչքան այսինքն պերմանենտ թշնամի չկա, պերմանենտ բարեկամ չկա, կա այս պայդրությամբ ոնց ենք ադապտացվում սիտուացիային։ Ինձ ես ոնց որ այս մի ավելի կողմն եմ, բայց ինձ միշտ թվում է, որ մեր մոտ մի քիչ ուրիշ ձև է գնացել, թե ես նայում եմ ոնց է մեր trajectory-ն վերջի 20-30 տարվա ընթացքում զարգացել, ինձ թվում է մեզ կուրացրել է։ Կուզենամ քո կարծիքը լսեմ դրա համար։ Առաջին հերթին կասեի Հայկ ջան, որ բնական է, չէ, որ հայերի
գաղափարը կամ հասկացողությունը նացիոնալիզմի մասին պիտի տարբերվի Ամերիկայից ինչպես ցանկացած քաղաքական գաղափարախոսություն ինչպես ցանկացած գաղափար ընդհանրապես ինչու որովհետև բայց չեմ նույնականացնում իրանց չեմ չէ ուզում ասել որ ես ինչ որ չափով համաձայն եմ քո ասածի հետ որովհետև տարբերություններ պիտի որ լինեն, որովհետև պատմությունը տարբեր է, իրենց փորձառությունները, ժողովուրդների, պետությունների եւ այլն, հա։ Հայերը բնականաբար, այսինքն պետք չունենք, այսինքն վերից վար քննարկել հայոց պատմությունը հիմա, բայց հասկանում ենք իհարկե, որ տարբեր փորձեր է ունեցել հայ ժողովուրդը եւ հասել է անկախության, հասել է ասենք պետականամետության, հա, տարբեր ուղով, տարբեր ճամփով։ Եվ հայերը, այո, լինելով մի ազգ, որ ասենք ապրել են տարբեր տեղերում, տարբեր կայսրությունների տակ եւ այլն, հա, իրենք տարբեր ոնց որ գաղափարներ են ունեցել, որոնք եկել են եւ ոնց որ կուտակվել են հավաքվել են Հայաստանում եւ կամ ծաղկել են կամ ոչ ասածս ինչ է որ հայերի ոնց որ մոտեցում այս հարցին պիտի որ տարբեր լինի եւ երբ որ դու ունես ոչ միայն պետություն այլ նաեւ սփյուռք հա դա իհարկե իրավիճակը ահագին փոխում է Ինչու, որովհետև սփյուռքը ունի իր պատկերացումը այս ազգայնականության մասին եւ մարդիկ, որոնք գտնվում են պետության մեջ, իրենք էլ պիտի ունենան իրենց պատկերացումը։ Իհարկե հնարավոր է, որ այդ պատկերացումների համընկնում լինի, overlap, բայց այո, դա չի նշանակում, որ լիովին պիտի համապատասխանեն իրար։ Ես այտենց կպատասխանեի, այսինքն ես կարծում եմ, որ հայերի պատկերացումը, այսինքն Նժդեի անունը տվեցիր։ Նժդեն երբ որ ինքը ձևակերպում էր իր գաղափարախոսությունը, ցեղակրոնությունը, շատ ոնց որ անորոշ վիճակ էր Հայաստանում կամ այն տարածքում, որտեղ Հայաստանը պիտի հաստատվեր։ Ամերիկայի ոնց որ փորձը շատ տարբեր էր։ Այն մարդիկ, որոնք հիմնեցին Ամերիկան, այսինքն 100 տարուց ավել նույն տեղում էին ապրում, ոչ թե հայերը չէին ապրում, բայց կապվածություն ունեին մեկ երկրի հետ եւ իրենց մշակույթը լիովին, այսինքն գրեթե լիովին համապատասխանում էր այդ մշակույթին։ Հայերը ունեին մարդիկ, որոնք գալիս էին ասենք Օսմանյան կայսրությունից, կային մարդիկ, որոնք գալիս էին Թիֆլիսից, կային մարդիկ, որոնք գալիս էին Մոսկվայից, կային մարդիկ իհարկե, որոնք գտնվում էին հենց Հայաստանում, հա, պատմական Հայաստանում կամ այսօրվա ոնց որ Հայաստանի Հանրապետության տարածքում, չասեմ պատմական Հայաստանում, որովհետև իհարկե պատմական Հայաստանի մի մասը Օսմանյան կայսրության մեջ էր գտնվում։ Ուզում եմ ասել, որ այսինքն տարբեր տեղեր, տարբեր գաղափարախոսություններ, տարբեր մշակույթներ նույնիսկ այս ամենը պիտի բավականին ոնց որ տարբեր արդյունք տա, քան ինչ կար Ամերիկայում եւ ինչ կա այսօր Ամերիկայում։ Ես քաղաքականությանը շատ տենդենս ունեմ նայելու ինչ որ մոդելներով, հա, մոտարապես ասենց ինչ որ որոշակի մոդելներով, իրանց չեմ նայում որպես 100%, որովհետեւ կան տարբեր փոփոխականներ, բաղադրիչներ, այսինքն դու պետք է հասկանաս այդ transition-ները, ժամանակի անցնելը, փոփոխությունները եւ այլն։ Օրինակ որ բերում ես Նժդեհի օրինակը, ես լրիվ համաձայն եմ այդ մոդելի հետ, ինչու այդ ժամանակաշրջանի նացիոնալիզմը ինքը ֆանտաստիկ այն կոնտեքստում նացիոնալիզմը, որ ես ասացի հիմնականում ես համարում եմ ինքը կուրացնելու տենդենս ունի, բայց ինքը շատ սելեկտիվ սիտուացիաներում, շատ սահմանապակ սիտուացիաներում ինքը համար մեկ գործիքն է ազգի համար։ Այդ իմ observation-ով ինչքանով ես եմ կարդում ու Նժդեհի օրինակը դա ոնց որ գալի ապացուցում է։ Երբ որ մի ազգ ապրում է մի ինչ-որ պետության ներքո, որը ունի իր դոմինանտ ազգ են, մեր քաղաքագիտությունում ասում են titular nation, հա, այսինքն կար տիտուլար ազգը, այն տիտուլնի ազգը, այսինքն այն ազգը ում անունով որ պետությունն է, պայմանական ասենք Թուրքիայում թուրքերն են, Ռուսաստանում ռուսներն են, ու մի փոքր ազգ
ինչ որ իրավունքներ է ուզում, ինչ որ իրավունքներ է պահանջում, դա կլինի կրոնական իրավունքներ, դա կլինի լեզվի կամ դպրոցներ են ուզում իրենց լեզվով ունենան իրենց մշակութային կենտրոնները, դրա ամենամաքսիմալ տարբերակը, որ ուզում է ուղղակի անկախություն ու պայքարում է անկախության համար։ Ես կարծում եմ այս նպատակների համար ինձ թվում է նացիոնալիզմից լավ տարբերակ չկա, որտեվ ինքը ամենաարագ էֆեկտիվ ձևով կարա համախմբի տարբեր տեսակի մարդկանց, որոնք պատկանում են այդ ազգին, նրանք կարող լինեն կոմունիստ, կապիտալիստ, լիբերալ, կոնսերվատիվ, կապ չունի, բայց համախմբող բանը այդ ազգային հետաքրքրությունն է, ազգային նպատակն է, հասնեն ինչ որ այդ նպատակին, հա, պետություն ունենան եւ այլն։ Երբ որ պետություն արդեն ստեղծվում է, ինձ թվում է նացիոնալիզմը պետքա աստիճանաբար, հնարավոր չի մի օրում կանգնացնել, պետքա ինքը սենց ոնց որ վերափոխվի, ինչ որ transition ապրի դեպի պետականամետություն, այսինքն արդեն չնայես ամեն ինչին որպես սա բարեկամ է պերմանենտ, սա պերմանենտ թշնամի է, այլ պետքա նայես ես կարողանում եմ այսինչ քաղաքականությունը մարսեմ։ Օրինակ ինձ մոտ սենց հա որ եթե մենք որոշում ենք, որ մենք այդպես ասում էին, չէ, ոչ մի թիզ կամ հող հանձնողին հողին տանք եւ այլն, եթե մենք այդ քաղաքականությունն ենք որդեգրում, ինձ թվում է չէր աշխատելու, բայց եթե նույնիսկ ասեն կարող է ես եմ սխալ, կարող է դա ճիշտ էր անելը, ես չեմ ասում աբսոլյուտն ես ճիշտ եմ, բայց եթե դա ճիշտ էր անելը, ուրեմն միգուցե եթե վերցնենք Հայաստանի վերջի տարիների, վերջի 30 տարիների օրինակը, միգուցե այդ դեպքում ուղղակի պետքա չթողենք, որ Ադրբեջանը կարողանա գազամուղ կամ նավթամուղ կառուցի մեզանից խոցելի ինչ որ դիստանցիայի վրա Վրաստանով, то есть մենք եթե հասկանում ենք, մենք այդ արճակատումը պահում ենք, ամեն ձև պետքա մեր նպատակին հասնենք ու մենք հասկանում ենք իր ռեսուրսները ավելի շատ են լինելու, մենք բլոկադայի մեջ ենք լինելու ու մի երկրից են կախված լինելու, որը ոչ մեկ չի ասում վատ երկիր, ես օրինակ այդպես բաներ դավաճանում, ինձ համար կա սառը քաղաքականություն, այս պահին ձեռատալի վաղակարա ձեռ չտա։ Եթե տենց սիտուացիա ունես ու եթե դու որոշել ես, որ չէ, ես արճակատումը պետքա պահեմ մաքսիմալ իմ նպատակների համար, խնդիր չկա, բայց ուրեմն անգլերեն որ ասում են preemptive strike, ուրեմն պետքա չթողես, որ ինքը հանգարց ուժեղանա։ Իսկ երբ որ դու пассив նստում ես ու ասում ես ու տեսնում ես ոնց է այդ սաղ կատարվում, պետքա հասկանաս, որ քեզ դեմ է դա աշխատում։ Իմ մոտ տենց հա տպավորությունը։ Դու այս ինչ որ քեզ ասացի նույն ձև ես տեսնում, ուրիշ ձև ես տեսնում, լրիվ հակառակ ես տեսնում, հետարքիր է կարծիքը։ Հա, ես չեմ կիսում քո կարծիքը դրա մասին, ինչու, որովհետև ի վերջո պետք է դու աշխատես ըստ քո ռեսուրսներին, չէ՞, այսինքն եւ Հայաստանը բավականին սահմանափակ ռեսուրսներ է ունեցել եւ ճիշտ ասած նացիոնալիզմը իր համար իմ կարծիքով այդքան էլ չի տարբերվում պետականամետությունից արդեն կամ չէր տարբերվում, հիմա իմ կարծիքով տարբերվում է, բայց ինչ որ չափով, բայց այդ ժամանակ ինչքան հնարավոր էր այդ գաղափարախոսությունը պետք է ուղղորդեր եւ պետք է ոնց որ լիներ հիմնակարը Հայաստանի թե ներքին թե արտաքին քաղաքականության եւ ինչ որ չափով եղել է, բայց իմ կարծիքով բավական չի եղել, հա, այսինքն ինքը պետք է ավելի ազգայնական լիներ, ինքը ավելի պետք է, ասենք, պետք է ավելի մեծ ներդրումներ լինեին այդ ազգայնականությունը եւ այո, նաեւ պետականամետությունը ոնց որ տարածվեր հասարակության մեջ եւ դա ամենամեծ խնդիրներից մեկն է եղել, հա, որ բերել է մեզ այսօրվա իրավիճակին։ Հիմա մենք երբ որ նայում ենք ինչ եղավ այս վերջին տարիների ընթացքում, իմ կարծիքով պետք է հաշվի առնենք, որ դրա ոնց որ պատճառներից մեկը հենց եղել է այդ հանգամանքը, որ Հայաստանում ազգայնասիրությունը, հա, պակասել է ինչ որ չափով, հա, եւ դրա պատճառներից մեկը Ես էլի տարանջատում եմ ազգայնականությունն ու պետականամետությունը։ Իմ մոտ դրանք բավականին տարբեր բան են, իրանք բավականին տարբեր ֆորմուլայով են աշխատում ու կարող է դա բերում մեր
տարբեր ձևով ընկալելուն է։ Ինձ թվում է պետությունը հենց ունեցար աստիճանաբար պետք է ազգայնականությունից անցնես պետականամետություն, որը տարբեր է։ Իմ կարծիքով մեկը կապ ունի սառը հաշվարկի ու ռեսուրսի հետ, մյուսը կապ ունի սենտիմենտի, էմոցիայի հետ, որը էլի եմ ասում ինքը վատ բան չի, հայրենասիրության մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, դու կարաս բարձրաձայնես, ասես ոնց որ էս իմ հակառակորդի դեմ ես ժամանակի ընթացքում չեմ ձգելու, թե եթե դու դա ասես, դու դավաճան ես, օրինակ։ Բայց եթե միտքս բան ու երբ որ մենք խոսում ենք, այ դու ասում ես, այ պետքա ավելի ազգայնական գաղափարախոսություններ, ես էլեմենտար հարց եմ տալիս։ Պետքա նավթամուղ ու գազամուղ թողենք, որ Ադրբեջանը կառուցեր, հաշվի առնելով, որ այդ գազամուղի ու նավթամուղի մեջ British Petroleum ամենամեծ նավթի գազի կամպանիաները մեծ հետաքրքրություն ունեին, այնց սիտուացիա էր հասել, որ ամերիկացիները դիմել էին ռուսներին, Պրիմակովին եւ այլն, ասում էին դուք հայերին այնտեղ զսպեք, մենք այստեղ չերես թուրքեր, ադրբեջանցիքից կոնֆլիկտը պետքա սառացնել, պետքա փող աշխատել։ Այդ սիտուացիան, այսինքն գլոբալ խաղացողները տվել են մի հատ ինչ որ լուծում ժամանակավոր, դու տեսնում ես, որ այդ սաղ պետքա լինի, այդ սաղ ինֆրաստրուկտուրան կառուցվելու է քո կողքով։ Դու հասկանում ես դրա ռևենյուն, դրա եկամուտը Ադրբեջանի համար ոնց է լինելու։ Հիմա արդեն բառախաղ է դարձել, բայց ասել, որ իր ռազմական բյուջեն, պետության այդ բյուջեի ամեն տարի ավելի շատ։ Կոռուպցիա կա եւ այլն, բայց ահռելի գումարների հետ գործ ունես։ Դու ասում ես, այ պակասելա նացիոնալիզմը, այդ է ոնց որ պատճառը կամ պատճառներից մեկը, որ մենք ուր որ հասել ենք։ Ես խոսում եմ ռեսուրսի մասին, եթե մենք ընտրում ենք այս 4 տարբերակը, որ պետքա ճակատ հակնենք հետները, ուրեմն միգուցե պետքա չթողենք, որ գազամուղ ու նավթամուղ կառուցվի։ Ոստե հարցը մենք կարանք այդ մարսենք թե չէ, շատ մեծ հարց է։ Ես չգիտեմ կարանք թե մարսենք թե չէ, բայց եթե մենք ասում ենք մենք uncompromising, մենք պահում ենք մեր դիրքերը մաքսիմալի վրա, մենք չենք զիջումների ուզում գնալ ու տեսնում ենք իր ռեսուրսները, տեսնում ենք իր հնարավորությունները, տարին տարվա վրա աճում է, ինձ թվում է այստեղ հաշվարկի ասում կուրացած էլեմենտ կա, որ բաց ենք թողում։ Պիտի փորձես անել ինչ որ քեզ հնարավոր է։ Այո, եթե հնարավոր էր կասեցնել այդ գործողությունը կամ ասենք կառուցելը բանին BTC, այսինքն Բաքու Թբիլիսի-Ջեհան բանին, գազամուղին։ Այո, պետք է որ այդ քայլերին դիմենք։ Այնուամենայնիվ, եթե չես կարողացել կասացնել դրա կառուցումը, պետք է ամեն դեպքում ուրիշ բաներ փորձես, չէ՞։ Այսինքն դա չի նշանակում, որ եթե ասենք այդ մի բանը չես կարողացել իրականացնել, պետք է ասենք ազգանականությունը թողես մի կողմ։ Իմիջիալս ուզում եի ավելացնել դրան, որ իմ կարծիքով այդ պետականամետությունը պետք է ինչ որ մի բանի վրա հիմնված լինի, չէ՞։ Այսինքն չես կարա ուղղակի ասենք ասել, որ չգիտեմ, պետականամետ եղեք։ Իմ կարծիքով մաթեմատիկա է։ Բայց ինչու, այսինքն ինչի հիման վրա, ինչու պիտի ես պետականամետ լինեմ, ինչու պետք է այս պետությունը գոյատևի, ինչի պետք է այս պետությունը շարունակվի, ինչու պետք է ես նվիրված լինեմ այս պետությանը, ինչ որ մի գաղափարի վրա պետք է հիմնված լինի, չէ՞ այդ միտքը։ Ֆունդամենտալ մակարդակում, Վիլյամ, իմ կարծիքով, ֆունդամենտալ մակարդակում, երբ որ մենք ասում ենք ազգայնականություն ու ես ասում եմ ազգայնականություն դա կուրացնելու տենդենց ունի, դա չի նշանակում, որ պրոստը չսիրել հայրենիք եւ չուզենալ, որ ունենաս ապահով հայրենիք։ То есть մարդիկ երեխեք ունեն, ուզում են, որ երեխեքը ապահով լինեն, ուզում են երեխեքը նորմալ սնվեն, նորմալ կրթվեն, նորմալ հագնվեն։ Իհարկե իրանց կյանքում իրանց երազանքները explore անեն, իրանց երազանքներին փորձեն հասնեն։ Դա նորմալ, ոնց որ իմ կարծիքով բոլոր ծնողների շատ բազային ցանկությունն է իրանց երեխաների համար։ Դրա համար պետքա որ լինի ապահով պետություն։ Ստեղ ես խոսում եմ, որ leadership-ի քաղաքական գործիչների decision making-ի մասին, թե մարդիկ ոնց են որոշում կայացնում։ Օրինակ, եթե չես կարողանալու գազամուղ եւ նավթամուղ
կանգնեցնես, այսինքն այդ ռեսուրսները նա պետքա շարունակաբար ուժեղանա, ռեսուրսները օգտագործի Եվրոպարլամենտում կաշառելով, այդ ռեսուրսները օգտագործի քո հետ ավելի մոտիկ հարաբերություն ունեցող երկրների զենք գնելով եւ իր ազդեցությունը մեծացնի լոբիստական տարբեր կազմակերպությունով ու դու sense դոփում ես նույն տեղում դու ինչ որ զենքեր առնում ես շատ քանակով ավելի քիչ քո հիմնական հենարաններն է որ քո դիրքերը ավելի լավն են բայց տեխնոլոգիան էլ է զարգանում այս ամեն ինչի մեջ ինձ թվում է մի բանն է սկսում պակասել որ ժամանակի ընթացքում այ ոնց որ ես ու դու հանգիստ ինչ որտեղ խոսում ինչ որտեղ դեբատ անում ինչ որտեղ չենք համաձայնում որոշ բաների շուրջը դա շատ նորմալ տենդենս է որ խոսանք որ ես չմտածեմ ասեմ դու սենց վատ մարդ ես դու ինձ ասես ես վատ մարդ եմ այլ մենք ուղղակի discussion ունենք քննարկենք մարդիկ էլ նայեն ասեն ես մի հարցով ես մի տղային եմ համաձայն ես մի հարցով ես մյուս տղայի հետ եմ համաձայն մեր մոտ այդ մշակույթը մեծ հաշվով չի եղել իմ կարծիքով մեր մոտ ու դրա հետաքրքիր ինդիկատորը որն էր 2017 թվականին ինձ թվում է այնքան շատ մենք այդ սենտիմենտի վրա պահեցինք նացիոնալիզմի սենտիմենտի վրա պահեցինք պետությունը 2017 թվականին պարլամենտի ընտրություններն էին Տեր-Պետրոսյանը էլի տենց հերթական անգամ մտավ քաղաքականություն եկավ բանը կարծեմ Պետրոս Ղազարյանի ինտերվյուներ հետարքիր ինտերվյուեր ցույց էր տալի ամեն կուսակցություն ինչ որ դեկլարատիվ հայտարարություն են արել Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին ինքը մնում էր այն իր հին 90-ականների բանին որ պետքա փորձենք լեզու գտնենք ինչ որ կոմպրոմիսի գանք թեև ինձ թվում է եթե ինձ տենց է թվում եթե 90-ականների կոմպրոմիսելներ ինձ թվում է դա բան որոշում էր prudent որոշում էր ինձ տենց է թվում ինձ թվում է 2017-ի որոշումը ինձ թվում է մենք արդեն լավ ուշացել էինք ինձ թվում է այդեն տեղն էինք հասել որ ինչքան 10 հաուզելու է ինչքան 10 հաուզելու է ինձ տենց է թվում ես կարող եմ սխալվում բայց ինչն էր հետարքիր պարլամենտի ընտրություններում իր կուսակցությունը նույնիսկ կարծեմ 3% չհավաքեց ինքը մինիմումը շեմը չանցավ այսինքն ու այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ինչքանով ես հիշում ինքը ուզում էր որ Լևոն Տեր-Պետրոսյանը անցնի որտեվ Սերժ Սարգսյանն էլ էր գիտակցել որ ոնց որ թե չենք ձգում այսինքն ինքը ուզում էր իրան զայնը լինի պարլամենտում բայց չկարողացան այդքան ձեն հավաքել ու այդ ինդիկատորը որ մեր մարդիկ միջին վիճակագրական հայը այդ բանին էր հասել որ թուրքերի հետ ոչ մի ձևով չի կարելի լեզու գտնել ու այդտեղ էլի եմ ասում ես ոնց որ մեկնաբանում եմ պետականամետությունը դա մաթեմատիկայի հիման վրա դու կարողանում ես թե չես կարողանում պետքա արագ ինչ որ ֆորս մաժորային հարցեր լուծես թե չէ so այդ իմ կարծիքն է մի հատ հետարքիր բան դու ասեցիր ոնց որ թե վերջերս ենք իրար հետ on-line էին կարծեմ խոսում պատմական արդարություն որ ասում ենք պատմական արդարության մասին ենք խոսում ինձ թվում է մեկ-մեկ մենք այդ պատմական արդարությունը վեկալում ենք ու մեզ թվում է որ պատմական արդարությունը դա այնքան բավարար կոմպոնենտ է որ մենք քաղաքական միջազգային ասպարեզում փորձենք հարց լուծենք ու ինձ թվում է դա մեզ կուրացնում այսինքն մենք ուզում ենք ազնիվը ճիշտը հաղթի մենք նայում ենք մեր պատմությունը ասում ենք մենք ճիշտն ենք մենք ազնիվն ենք մենք անկեղծն ենք բայց միջազգային հարաբերություններում ուժն է որոշիչ դերը ու մենք ոնց որ թե այդ պահը բաց ենք թողում մենք ինչ որ ակնկալում ենք որ ինչ որ միջազգային իրավունք ինչ որ օբյեկտիվ ճշմարտությունն է հաղթելու երբ որ օբյեկտիվ ճշմարտությունը պատմությունը մեզ ցույց է տալի որ չի հաղթում պատմական արդարությունը հայգրան դա իմ կարծիքով գործիքներից մեկն է հա բայց դա ոչ միակ գործիքն է ոչ էլ իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը օգտագործում էր այսինքն վերջին տարիներին եւ գուցե երբեք այսինքն ես չեմ տեսնում իրենց այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարության մանավանդ արտաքին քաղաքականությունը պայմանավորված էր որևէ կերպ այսինքն այդ պատմական արդարության հիման վրա մինչև 2018 հա հիմա այսինքն շատ անգամ շատ ասեցիր որ ասենք
Ադրբեջանը գերազանցում էր Հայաստանի, այսինքն ռազմական բյուջեն գերազանցում էր իհարկե Հայաստանի ամբողջ բյուջեին եւ այլն։ Ու դրանից բխող բոլոր էլեմենտներով։ Այո, այնուամենայնիվ պետք է հուշեմ, որ մինչև 2020, հա, մեծ ռազմական գործողություն տեղի չի ունեցել, այսինքն քարորիա պատերազմը տեղի ունեցավ իհարկե, բայց դրանից բացի, հա, Ադրբեջանը չի համարձակվել։ Ինչու՞, որովհետև Հայաստանը ձեռք էր բերել, հա, որոշ քաղաքական հզորություն, հա, թե միջազգային, թե ներքին, հա, որը իմ կարծիքով Ադրբեջանին բավականին մտահոգում էր, որ եւ տանում էր մի եզրակացության, որ իրենք չպետք է փորձեն իրենց հարցերը լուծել ռազմական միջոցներով։ Դու անկեղծորեն հավատում ես, որ Ադրբեջանը ռազմական իր պոտենցիալով ինքը ռազմական ձևով հարցը չէր լուծում, որովհետև ինքը վախ ուներ, որովհետև մենք ունեինք համեմատաբար լուրջ ռազմական պոտենցիալ։ Իսկ դա դու համարում լուրջ պատճառը։ Այո։ Պատճառներից մեկը, ինչպես ասացի, նաև կար քաղաքական գործոն այդտեղ, չէ՞, այսինքն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ, հա, շատ ավելի լավ էին, հա, 2020 թվականից առաջ, կներես 2018 թվականից առաջ, եւ դրանից հետո բավական, ասենք, վատացան այդ հարաբերությունները։ 18 թվականից 20 թվական Փաշինյանը գալիս է իշխանության, 20 թվականին պատերազմն լինում, մենք պարտվում ենք։ Մարդիկ ասում են, որ այ Ռուսաստանի հետ ինքը հարաբերությունները փչացրեց ու այդ եղավ փաստը, որ Ռուսաստանը նեյտրալ իրան պահեց պատերազմում։ Դա ճիշտ է։ Այո։ Ինչով փչացրեց։ Կարաս մի հատ ես մի հատ մեծ օրինակ գիտեմ, որ ասում են, եթե դու մտքովդ անցնում ասես 18-ից 20 թվականում ինչ արեց, եթե չէ ես կարամ հուշեմ։ Օրինակի համար ես առաջին հերթին կսկսեի նրանից, որ մինչև իրենց կառավարության ղեկին գալը, իրենք արդեն շատ հստակ ցույց էին տվել, որ իրենք Ռուսաստանի ընկերը չեն եւ չի պիտի լինեն։ Երբ որ քո ոնց որ բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ պայքարել են Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի դեսպանատան առջև ցույց են արել, ձու են գցել շենքի վրա, փնովել են Ռուսաստանի կառավարության կազմի ոնց որ ներկայացուցիչներին եւ այլն, արդեն հստակ էր, թե այս մարդկանց դիրքորոշումը ինչ է լինելու։ Այդ մինչև 2018 թվականը։ Բայց եկան իշխանություն դառան, չէ՞։ Եկան իշխանություն դառան, գնացին հանդիպեցին, հասկացան ռեալիզմը, սկսեց take-over-ան։ Մի բանա որ դու անդիմադիր ես ու տենց բանը ձվեր ես խփում, մի բանա որ դու գայես ես իշխանության ու դու հասկանում ես քո կախվածությունը Ռուսաստանից ու այդ քլիքա լինում, բայց ինձ շատ կոնկրետ բան է հետաքրքրում 18-ից 20 թվականներին ինչ սխալ է արվել, որը դերախաղացել Ռուսաստանի նեյտրալ պահելու մեջ։ Օրինակի համար Ռուսաստանի նախագահան, հա, գալիս է այցելության, հա, գալիս է Հայաստան, հասնում է տեղ եւ այսինքն Ռուսաստանի ի վերջո գերպետություններից մեկն է, չէ, աշխարհի։ Իր նախագահան գալիս է Հայաստան եւ Հայաստանի ղեկավարը ներկա չի գտնվում, հա, իրեն դիմավորելու։ Ամենաուժեղ արգումենտը առօրոտ գնալը հարց չկա, այդ լսել էի։ Ամենաուժեղ արգումենտը դա որ ՀԱՊԿ-ի նախագահը բաններ, Խաչատուրովներ, այսինքն Հայաստանը ռոտացիոն նախագահներ, Խաչատուրովի դեմ գործը սկսվեց, այսինքն ոնց որ ՀԱՊԿ-ի ավտորիտետին պահելու Ռուսաստանին։ Ավտորիտետին կպանք ու դա։ Համոզվեցինք, որ այսինքն համոզվել որ նա։ Բերեցինք հիմա երկու հատ օրինակ։ Ես այս երկու օրինակից ավելի մեծ օրինակ չեմ տեսել, ու հիմա ես այս երկու օրինակը իմ կարծիքով ասեմ, ինչի է սա աբսուրդ։ Բայց սա իմ կարծիքը, ես կասեմ, կարանք մենք չհամաձայնենք։ Ես մոտավորապես պատկերացնում եմ, երբ որ Ռուսաստանը իմացել է, որ Ադրբեջանն ու Թուրքիայի կուրացիայով պետք է պատերազմը սկսվի, դե ենթադրում ես, քանի որ քաղաքականությունը գիտենք մոտավորապես ոնց է աշխատում, երևի ազգային անվտանգության խորհրդի նիստ է եղել, իրանց ամենաթոփ դեմքերն են հավաքվել, գերտերությունը ամենակարևորագույն ռեգիոններում է այս դեպքը կատարվելու իր տեսանկյունից։
Հավաքվում է, ասենք Պուտին, Շայգու, Պատրուշև, Բորտնիկով, ամենաթոփ դեմքերը, Լավրով, Մեդվեդև եւ այլն։ Ու ինձ համար շատ դժվար է պատկերացնել, ինձ համար ես կարամ Ռուսաստանի լիդերներին չսիրեմ, բայց ես չեմ կարող մտածեմ, որ իրանք, ասեմ, դպրոցական երեխեքի մտածելակերպ ունեն, որ իրանք նայեն ու ասեն, այ այս պատերազմը, եթե Հայաստանը պարտվի, Թուրքիան ավելի դոմինանտ դեր է սկսելու գրավել Կովկասում, բայց քանի որ Խաչատուրովին են նստացրել, բայց քանի որ аэроպորտ չեկավ Փաշինյանը, չենք օգնելու։ Ինձ դա ահավոր դժվար է պատկերացնել։ Ինձ միշտ թվում է, որ պետությունները շատ գեոպոլիտիկի աշխարհակաղակական այդ դիրքավորում, այդ մրցակցությունը գերտերությունների, ռեգիոնալ տերությունների մեջ գնում է այդ դիրքերի, լոգիստիկաների, այդ հաշվարկը այդ սառը բանի մեջ է։ Ես մի պահ կարայի սցենար ես մտածել եմ, որտեղ Խաչատուրովի դեպքը կարար լիներ sense անկյունակարային։ Դա եթե վերցնենք երկրորդ համաշխարհայինի կոնտեքստում, ասենք սովետական միության գլխավոր ղեկավարը Մարշալ Ժուկովն էր, ռազմական ղեկավարը, ոչ թե Ստալինի մասն է խոսքը, ու ասենք պայմանական sense հորինում եմ ոնց որ սցենարը, որ ասենք Ժուկովը ինչ որ չգիտեմ գնար ենթադրենք ինչ որ պետությունից դուրս միտեղ ու իրան ձերբակալեին։ То есть ինքը ղեկավարում է տակ պատերազմ այդ պահին ու իրան մեկը ձերբակալում, հայ այդ վաղ ատոմային ռումբով է կարող է պրոստը փռեին սաղին գետնին։ Բայց որpիսի ես մտածեմ, որ ռոտացիոն տեսանկյունից գեներալ Խաչատուրովի ձերբակալությունը այնքան մեծ դեր ունի կամ Փաշինյանը չգնաց Պուտինին դիմավորի, այնքան մեծ դեր ունի, որ Ռուսաստանը նայում է Թուրքիային, որ Թուրքիան ավելի դոմինանտ դեր է սկսելու գրավել Ադրբեջանի հետ, ու ինքը դրան համաձայնվում է Կովկասում, երեք ռեգիոններից մեկը, որը միշտ Ռուսաստանը ու Թուրքիան կոնֆլիկտ են ունեցել, դա Ղրիմն ու Բալկաններն ա եղել, Կովկասն ա եղել ու Կենտրոնական Ասիան, ու հետո արդեն Մերձավոր Արևելքում Սիրիայում էլ թեմաներ եղան։ Ես խիստ զարմանում եմ, թե ոնց իրան կարան տենց որոշում կայացնեն։ Ես իրանց կարամ չսիրեմ, բայց ես չեմ կարող իրանց չհարգեմ որպես քաղաքագետ։ Ես չեմ կարծում իրանք տենց որոշում են կայացրել։ Թուրքիայի մասին, երբ որ խոսում ենք Ռուսաստանի տեսանկյունից, երկու լեվելի անալիզ է պահանջում։ Առաջի լեվելը Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն ՆԱՏՕ-ի անդամ պետությունը Կովկասում առաջի անգամ մխրճվում էր հետսովետական ռեգիոն։ Մյուսը Թուրքիան որպես անկախ պետություն, ոնց որ ասի, որի հետ իրանց հարաբերությունները եղել է բաներով, ալիքներով, վախտ ա եղել իրար հետ ընդհանուր շահեր են ունեցել, շատ նորմալ է, աբսոլյուտն, ես չեմ համարում դավաճանել կամ բան։ Բայց ես աբսոլյուտն այն ինչ որ դու ասում ես, իմ գլխում տեղ չի մտնում, թե ոնց կարա անվտանգության խորհուրդ լինի, ու ասենք գեներալներից մեկը կանգնի, ասենք թե, չգիտեմ, ասի, գիտեք ինչա, քանի որ Խաչատուրովին բռնեցին, կամ քանի որ Փաշինյանը չեկավ аэроպորտ, այ դրա համար ոչ մի դեպքում Հայաստանին չենք օգնում։ Ես էլ չեմ կարող պատկերացնել։ Ես չեմ ասում, որ միայն դրանք էին, չէ՞։ Այսինքն չեմ ասում, այսինքն 20 ուրիշ բաներ։ Այս մարդիկ, այսինքն օրինակի համար քանի անգամ խոսել են ռուսական ռազմաբազան փակելու մասին, չէ՞։ Եվ խոսել էին մինչև իրենց կառավարության ղեկ գալը։ Այսինքն նշի որ սրանք նորություններ են։ Ռազմաբազան փակելու համար, եթե դու այսօր որոշես ռազմաբազան փակում ես, առնվազն մի տարի ժամանակ է տալի, որ ինքը բազան փակի։ Ռազմաբազան նույնիսկ այսօր ամենալարված սիտուացիայում Հայաստանը ռուսական ռազմաբազային չի ասում, որ ինքը պետք է գնա։ Կան թևեր, որ դրա մասին խոսում են։ Կան ուժեղ մոլի արեմտամետ թև կա, որ ասենք թե խոսում է պետք է ռազմաբազան հանել եւ այլն։ Ես կարծում եմ ամեն մեկը տենց իր կողմա քաշում, ես ավելի կողմ եմ բալանսավորված քաղաքականության, ես շատ դեմ եմ մի երկրից կախվածության մեջ, դա իմ մոտեցումն է, balance of power, ես միշտ դրան եմ հավատում, ու նույնիսկ փոքր պետության դեպքում ես կարծում եմ, որ դու մի երկրից եթե կախված ես, դու զոհաբերելի ես այդ երկրի շահերին, սա ինձ թվում է լոգիկայի պրոստը մոտիկա։ Բայց կախվածությունը բոլոր երկրներն էլ գրեթե բոլոր երկրները ունեն, չէ՞։ Բացի երևի որոշ գերպետություններ եւ դրանցից բացի, ասենք գրեթե բոլոր երկրները աշխարհում ունեն կախվածություն մեկ այլ առնվազն մեկ այլ երկրի վրա։ Համաձայն չեմ, կամ որոշ երկրներ, որ ունեն բացարձակ կախվածություն, այն երկրները, որոնք կարողանում են դառնան խաղացողներ, դիվերսիֆիկացված քաղաքականություն ունեն։ Դրանք քիչ չեն, դրանք բավականին շատ են։
Կոստարիկան, Սալվադոր բացարձակ կախվածություն ունեն Միացյալ Նահանգներից։ Նույնիսկ իրանց դեպքում ես կասեի ամբողջ արևմտյան այսինքն հեմիսֆերը կախվածություն ունի ինչ որ ձևով Ամերիկայի վրա ունի կախվածություն էլի բավականին լուրջ Կանադան ունի շատ մեծ կախվածություն Միացյալ Նահանգների տնտեսությունից այո բան չասեցի համաձայն եմ բայց ամենահզոր պետություններից մեկն է աշխարհում թե տնտեսական, այսինքն թե տնտեսական տեսանկյունից, թե ռազմական տեսանկյունից Կանադան ամենահզոր երկրներից մեկն է։ Այո, բայց օրինակ եթե գնանք Լատին Ամերիկա օրինակ նայենք, չինական ներկայությունը, որոշ տեղերում ռազմական, ռուսական ներկայությունը, այդքան էլ տենց չի, որ ինքը տենց միանշանակ է։ Ես 9-10 ամիս առաջ էր հենց Alpha News-ում որ խոսում էի, դրա մասին ասացի, եթե ես կանխատեսեմ, այս տարի Վենեսուելայում թեմաներ է սկսվելու։ Մոնրոյի դոկտրինի հիման վրա ամերիկյան հեմիսֆերում չպետք է ուրիշ խաղացող լինի, բայց դա տենց չի միանշանակ, որ երկրներ կան, որոնք միանշանակ մի երկրից կարող է կախված լինեն։ Բոլորի ձգտում է այդ սիտուացիայում դիվերսիֆիկացնելն է, բոլորի ձգտում է այդ ժամանակ նենց անելն է, որ դու հանգարց ինչ-որ մի բայ, եթե այդ մեծ երկիրը սկսի թուլանալը, դու չզոհաբերվես իր շահերին։ Ինքը չի զոհաբերելու, ես նույնիսկ հայերը որ ասում են Ռուսաստանը դավաճանեց Հայաստանը։ Ես չեմ կարծում Ռուսաստանը դավաճանել է։ Ես աբսոլյուտно չեմ կարծում։ Ես կարծում եմ Ռուսաստանը դու տվել ես ամեն ինչը Ռուսաստանին, ինքը այնքան է օգտվել քեզանից որ պետքա, վերջում որ արդեն հասկացել է, օքեյ, ուժային բալանսը փոխվում է քո ռեգիոնում։ Թուրքիան ՆԱՏՕ-ից է համեմատաբար ավելի անջատվում, որտեղ Իրաքի պատերազմը եղավ, ամերիկացիք ավելի կախված եղան Թուրքիայի բազաներից ու Թուրքիայի ներկայությունից, դրանից Թուրքիան օգտվեց, սկսեց ավտոնոմ գործել, իր կշիռը բարձրացավ Մերձավոր Արևելքում, Իսրայելի հետ թեմաները եղան արաբական աշխարհում, ես հիշում եմ ուզում հիշեմ, որ տարիներ ամենատարածված անունը արաբական աշխարհում եղել էր Ռեջեփ Էրդոգանի տարած քաղաքականությունը պալեստինացի զուտ լոզունգների մակարդակով, թե ինքը ոնց էր Իսրայելի վրա քշում տենց տենդենս ուներ արաբական աշխարհում թուրքական անուն Ռեջեփը ամենամ դու կարծեմ այդ մի տարին Մուհամեդի անունը տվե անցել էր պատկերացնում ես այս ինչի եմ ասում այդ որ սկսեց լինել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լրիվ սառը հաշվարկ պետականամետություն մաթեմատիկա հասկացան որ իրար հետ կարան ինչ որ ընդհանուր հայտարարի գան կարան բալանսի գան Ադրբեջանը իր հերթին Իսրայելի հետ Ռուսաստանի հետ զենքերը գնելով այս ամեն ինչը բերում է նրան, որ մենք դառնում ենք կոշիկի քար, մենք բան չունենք առաջարկելու, մենք ուղակի կանգնած մեր տեղը ամբողջ օրը խոսում ենք, sense ձեռներս դոշներից ենք տալի, խոսում ենք նացիոնալիզմից։ Այս ամեն ինչը կատարվել է մեր աչքերի առջև։ Երկար տարիներ օրը օրի վրա, sense սիրուն գլորվե, ու մենք փորձել ենք գտնենք արդարացում։ Ինչ տենց է թվում, հերոստատողը ինքը պետք է իմ կարծիքով նացիոնալիզմը շատ անգամ դառնում է ինչպես ասում են կավության նոխած, հա, այսինքն ինքը ամեն խնդիրները որ լինում են երկրում, ամեն խնդիրները որ լինում են ազգում, հա, ոնց որ դրվում են նացիոնալիզմի վրա, որ դե եթե նացիոնալիզմ չլիներ, մենք կծաղկանայինք, մեր տնտեսությունը կաճեր եւ այլն։ Հա իմ կարծիքով, ինչպես ասացի հենց սկզբում, նացիոնալիզմը ինքը հիմքն է, հա, հիմնակարը, պետականությունը, տնտեսությունը եւ այլն կառուցվելու համար, հա, ինքը չի կարա ինքն իրեն, հա, երկիրը կառուցի, ինքը ուղղակի հիմքում պետք է գտնվի, հա, որ դու ճիշտ որոշումներ կայացնես։ Իմ կարծիքով հիմա օրինակի համար Ռուսաստանի մասին ահագին խոսեցինք։ Ես չեմ ասում, որ միայն օթանավակայան չգալու եւ Խաչատրովի բան այդ ձերբակալության հետ կապված ինչ որ խնդիրներ, 18-ից 20 թվերը էլի խնդիրներ ասա, ինձ հետաքրքիր է։ Չէ, ուրիշ բան է, այսինքն միայն Հայաստանի հետ չի, այսինքն մենք շատ անգամ մտածում ենք, որ հայերի հետ կապված խնդիրները, այսինքն այդքան կարևոր են, հա, Ռուսաստանի կամ Թուրքիայի կամ չգիտեմ ում համար, հա, որ իրանք պիտի նստեն եւ պիտի ասեն, որ Ռուսաստանը նստում է ասում է, չէ, հա, դե հայերին պետքա մենք օգնենք, չէ, այտենց չի,
ինքը 1001 բան ունի, որի մասին մտածում է, եւ ենթադրում եմ, եթե այսօրվա իրավիճակն էլ հաշվի առնենք եւ հիշենք ինչա կատարվում, Ռուսաստանը ենթադրում են, որ տարիներ շարունակ պատրաստվում էր Ուկրաինա մտնել, հա, այսինքն դա բավականին մեծ գործոն պիտի լիներ իրեն համար, այդ որոշումը կայացնելու համար, հա, թե ինքը ոնց պիտի վերաբերվի Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, հա, որովհետև ի վերջո եթե թե Թուրքիայի դեմ պիտի կռվեր, թե Ուկրաինան եւ եթե այսինքն ասում ենք Ուկրաինա, բայց իրականության մեջ ինքը վստահ եմ գիտեր, որ պիտի կռվեր արևմուտքի դեմ, հա, Ուկրաինայի մեջ, վստահ եմ որ գիտեր, որովհետեւ այսինքն նշի որ նորություն էր, հա, մինչեւ Ուկրաինա իրենք մտան, Ամերիկայի արտգործնախարարությունը, State Department-ը արդեն եղել էր քանի անգամ, հա, Թիմոշենկոյի եւ Յուշենկոյի, Յանուկովիչի այդ բաների ժամանակ արդեն կար, այսինքն նորություն չէր, ինքը արդեն գիտեր, որ Ամերիկայի եւ ընդհանրապես արևմուտքի ձեռքը խառնված էր այնտեղ։ Ուզում եմ ասել, որ ինքը նայելով, այսինքն Արցախյան հիմնախնդրին, ինքը որոշում կայացրեց, որ չարժեր հա մտնել առավել եւս պետք է նշենք որ Հայաստանը ինքը Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին չի դիմել Ռուսաստանին, ոչ Ռուսաստանին է դիմել, ոչ էլ ՀԱՊԿ-ին։ Դու հենց նոր ասացիր, որ ոչ միայն Խաչատուրովի խնդիրն է կամ аэропորտ գնալու Փաշինյանի խնդիրն է, այլ նաև Ուկրաինայի թեման կար եւ այլ թեմաներ։ Բայց այդ թեման որ ասում ես, այդ հարգեցի։ Այո։ Այդ գերտերության հստակ հաշվարկի մեջ է պետք է մտնի այնտեղ Ղրիմի թեմա կա, Սևծովի թեմա կա, ՆԱՏՕ-ի երկիր է, Թուրքիան լավ կարողանում է երկու կողմ խաղացնի, կարա բացի նոր ֆրոնտ, լիքը խնդիր կարա լինի, Թուրքիայից նեյտրալ դիրք է պետք։ Լրիվ համաձայն եմ հետդ, բայց այդ արգումենտը զրոյացնում է այն երկու արգումենտները, որ Փաշինյանը ենք Խաչատուրովին նստացրեցին կամ եթե չի զրոյացնում համենպես դրա կողքին որ those become pale սպրտնացնում է Ուկրաինայի մտնելու թեման ու այն որ իրանք եկան այդ երկու տարվա մեջ ուղղակի նենց համահանեցին որ Ռուսաստանը պատրաստ էր Թուրքիային այդ դիրքը զիջել ես լրիվ համաձայն եմ Ուկրաինայի երկրորդ մի հատ շատ հետաքրքիր բան քեզ ասեմ որ ասում ես ինքը գիտեր որ արևմուտքը ընդդեմ արևմուտքը այո եղել է Պետրոյուսը ասենք ՑՌ-ի CIA-ի շեֆներ ասենք թե եղել էր մի քանի անգամ բայց հետաքրքիր մի հատ նյուանս կար Իսմա արևմուտքը շատ հետաքրքիր Victoria Nuland-ը կար Neil Nuland-ը կար այո շատ հետաքրքիր բայց disinformation campaign իմ կարծիքով արևմուտքը արեց ուրեմն ես հետո որ post effect որ նայում էի 21 թվականին Brookings Rand CSIS Center for Strategic and International Studies երեք մեծ think tank-ները անվտանգային երեքը report են սկսում բաց թողել որ Ռուսաստանը մոտավորապես 5-ից 7 օր 7-ից 13 օր sense դատաներով որ Կիև մտնելու է, ասես Կիևը միանգամից փլուզվելու է, այնտեղ անալիզներն ա գնում թե Զելենսկին ինչքան պոպուլար չի եւ ասես sense դուրս է գալ լիքը բայց մտնելուց հետո առաջի մարդուն որ Ռուսաստանում ձերբակալեցին ասցին house arrest հա հասկացա գեներալ էր Անդրեյ Ալեքսանդր Բեսեդա ազգանունը Բեսեդա FSB-ի այսինքն KGB-ի FSB-ի ուրեմն FSB-ի գեներալ երբ որ ես հենց տեսա որ առաջին տենց house arrest-ն ա եղել Ռուսաստանում դե իմ խասյաթին համաձայն չզսպեցին դասի պետք է հասկանամ այս մարդը իսկ ինչ պաշտոն ա գրավում FSB չեմ հիշում որ դիպարտամենտն է Information and Analytics անալիտիկայի եւ ինֆորմացիոն բլոկի գեներալն է FSB-ի այսինքն իմ համար ուղղակի այդ որ ես տեսա դա ինչ է նշանակում է ինֆորմացիան եկել է հետախուզական ստեղ վեր լուծվել է գնացել է վերև որ օքեյ resistance-ը շատ թույլ է լինելու այդ առաջին ինդիկատորները որտեվ առաջի 8 ամիսը շատ վատ գնաց Ռուսաստանին պետք էր հետ քաշվել մի հատ դե գերտերություն այն որ սա գոռում էին ասում են վсё Ռուսաստանի վերջնավերջն ասում են դուք հապուշ չեք արա լուրջ երկիր է ինչքան է ամենաթույլ գերտերությունն է ու թուլանալու լուրջ տենդենսներ կան տարբեր մակարդակների վրա դեմոգրաֆիայից սկսած ամեն ինչից սկսած ինքը թուլան բայց ինքը լուրջ պետություն է շատերը նենց են խոսում ոնց որ հեսա 3 շաբթի օրը արդեն Ռուսաստան չի լինելու թուլանումա ու իրա ասենք թե
այդ ռեզուլտատը ես որ տեսա, ինձ համար ինդիկեյթոր էր, որ disinformation-ը արեմուտքից ընդեղ, որտեղ պարզվեց, որ ասենք ընդել արդեն պարապած ջոկատները բան կային, Անգլիայից պարապած, Ամերիկայից պարապած, շատ հետաքրքիր օպերացիա էր եղել ու Ռուսաստանին տվեց 8 ամիս, որ պետքա գնային հետ, վերակազմակերպվեին ու էլի նոր գային արդեն ավելի թափով, այդքան ռեսուրս ծախսելով եւ այլն։ Ես լրիվ համաձայն եմ քո ասած Ուկրաինայի թեմ, բայց ասա մի բան պետք է ուզում եի վերադառնալ նախին կետին, որովհետև ասում ես, որ Խաչատրովի այդ պահը շատ մեծ գործոն չէր, այսինքն ինքը չպետք է ազդեր ոչ Ռուսաստանի որոշումներին, ոչ չգիտեմ։ Ինչ ճիշտ հասկացի, կարար ազդեր անձնական հարաբերությունների մեջ, երբ որ դռները փակվեն, Պուտինը կարող է շատ առհամարական խոսար Փաշինյանի հետ այդ տենց բաների համար, որ այրոպորտ չես գալի ինձ դիմարոս տղա ջան, եթե բայց այդ որպեսի որոշում լիներ, որ Թուրքիայի ավելի դոմինանտ դերը Թուրքիա ասեցի ՆԱՏՕ երկու բան կա այնտեղ, Հայկ ջան, առաջին հերթին, եթե այդպես է, հա, ինչու ուրեմն ունենք միջազգային հարաբերություններ, ինչու ունենք դեսպաններ, ինչու ունենք այդ աշխատակազմները, այսինքն միջազգային հարաբերությունը ինչի համար է, եթե նման ասենք փորձերի եւ արարքների վրա հիմնված չեն լինելու որոշումները։ Դու ունես դեսպան, կարաս մի քիչ բացես, ուզում ասեմ, այսինքն դեսպանը ինչ, այսինքն դեսպանը ինչ է անում, հա, այսինքն ինքը դեսպանը ցանկացած դեսպան, ինքը երբ որ գտնվում է միտեղ, հա, մի երկրում, հա, ինքը ինչ գործ ունի, արտգործ նախարարը ինքը ինչ է անում, ինքը գնում է փորձում է համոզել մի այլ երկրի, որ այդ երկիրը կամ այդ երկրի ղեկավարությունը որթեգրի իր տեսլականը, հա, ինչ որ չափով։ Եթե ոչ լիովին, այսինքն գոնե մասամբ։ Եթե, ասենք, անդադար դու անարգում ես, փնովում ես քո հարևան երկրին կամ հարևան երկրի ներկայացուցիչներին, արդյոք դա պիտի ազդի ինչ որ չափով, հա, այդ երկրի որոշումներին վրա, երբ դա վերաբերում է քո երկրին։ Շատ լավ ես ասում, բայց հետևյալ օրինակը ես այդ վաղտ կբերեմ։ Երբ որ իրանք եկան իշխանության, Փաշինյան ենք, օրինակ material, որ նայում ես բանը, ոնց են ասում material հայերեն, շոշափելի, էական, շոշափելի ասենք, քայլ, աշխարհաքաղաքական։ Այդ այն էր, որ երբ որ Սիրիա պետք էր զորք ուղարկել, ինքը ուղարկեց 1, Սերժ Սարգսյանը այն ժամանակ մերժել էր, այդ փաստն էլ դնենք իրար կողք, որ Սերժ Սարգսյանը մերժել էր ուղարկել զորք Սիրիա, ինքը ուղարկեց։ Երկրորդը ես ինքս իմ աչքով եմ տեսել մի մարդ հինսուստվե, երկուսս էլ ճանաչում ենք այդ մարդուն, անունը չեմ տա, հետո եթե հետո կարանք խոսանք, մեր կարող ընդհանուր ընկերներից է լինի ինքը, որը ստեղ think tank-ում էլ աշխատել եւ այլն, որը ասենք թե ինձ ցույց է տվել, չի աշխատել, ինչ որ fellowship-ի էր եկել, որը ինձ ցույց է տվել, ասենք email State Department-ում, թե ոնց են խելքները գցել, որ Հայաստանը, ասենք, զորք ուղարկե Սիրիա։ То есть State Department-ի prefix of state.gov, ես իմ աչքով եմ ասենք տեսել Նյու Յորքում 5-րդ ավենյուի վրա քայլելուց։ Այս ինչի եմ ուզում ասեմ, այս շոշափելի հարցում իրանք կարող է լոզունգներով եկան, չգիտեմ, լիբերալ ենք բոլորս եւ այլ ժողովրդավարություն, տրալալա եւ այլ ֆլան ֆստան, բայց մատերիալ հարցով երբ որ եկավ, ինքը Սիրիա ուղարկեց։ Երբ որ ասում ես Ռուսաստանին մենք չենք դիմել պատերազմի ժամանակ, իմանալով մենք դիմել ենք համ հապկի շրջանակում, համ հապկի շրջանակից դուրս։ Ես գիտեմ մի անգամ ուղարկել են դիմել են, եթե չեմ սխալվում։ Այսինքն Ռուսաստանը ինքը ասել է, որ չդիմեք։ Դիմում չեն ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հա, բայց հետո դա մենակ է չն է, ասլին որ գրել եք, սխալ կետն եք գրել դոկումենտը, դու հասկանում ես, չէ՞։ Եթե երկրի սխալ կետն եք գրել դոկումենտի մեջ, այդ պրոստը տշում է քեզ, ոչ թե այ որ եթե ճիշտ բանը այդ Պիչկեն ճիշտ տեղ դրացնենք, всё, հեսա այդտեղ ենք լինում։ It's ինքը այդքան է բան չի իմ կարծիքով։ Ուզում եմ ասել, որ չենք կարող ուղղակի անտեսենք այն բանը, որ ասենք միջազգային հարաբերությունների մեջ մտնում է այդ հարաբերություն բառը, չէ՞, ասենք պետք է հարաբերությունները պահպանես, պետք է հարաբերություն ունենաս առաջին հերթին։ Բայց ինքը ստորադաս է ուժին, ինքը ստորադաս է շահին։ Հարաբերությունը հարաբերությունը
էտիկետի ենթադրենք, այս էտիկայի տեսանկյունից բան չասած իհարկե ես չեմ ասում որ կամ մեկը կամ մյուսը դոմինանտ ավելի կարևոր դեր է իմ կարծիքով ես չեմ ասում կամ մեկը կամ մյուսը ես ասում եմ որ երկուսն են կարևոր են ուղղակի ուզում եմ ասել որ միայն ուժը չի չէ այսինքն ի վերջո այդ արտգործ նախարարությունները կան ինչ որ մի բանի համար երկրորդ կետը որին ուզում եի անդրադառնալ այն է որ հա կարող է որ Ռուսաստանը ասենք որոշեց որ չարժեր, չէ, ասենք Արցախ մնել կամ Հայաստանին օգնել ինչ որ ձևով եւ այլն, բայց ես նաեւ կուզեի հիշել, որ գերպետությունները ընդհանրապես շատ ավելի երկար են մտածում, քան փոքր ազգեր, փոքր երկիրներ։ Okay, ինչպես օրինակի համար Թուրքիան, հա, Թուրքիան տեսավ, որ հայերը հաղթեցին, չէ, 90-ական թվականներին, ինքը ամիջապես չմտավ Հայաստան, չփորձեց գրավել, չուզեց պատերազմը սկսել, բայց ինքը որոշեց, չէ, որ ինքը ինչ որ քայլերի է դիմելու, որ ճնշի Հայաստանին։ Եվ մի օր մի տեղ կհասնի, մի պահ կհասնի, որ ինքը կկարողանա փորձել նորից իրականացնել իր նպատակը եւ արեց։ Ռուսաստանը նույնը։ Մի պահ կար, Վիլյամ ջան, 90-ականներին էր թե 2000-ականներից, այստեղ կարող է սխալվեմ, թե ինձներ են, ուղղակի չեմ հիշում, էլի, անկեղծ խալա։ Չեմ, մի բան նույնիսկ թեմա է եղել, որ ասելա գոնե մի 3 հատ շրջան չէ, ինչ որ շրջանի կտոր տվեք հետ, որպես as a goodwill ոնց որ move։ Տվեք հետ թեման մենք էլ կամանց սկսենք բացել սահմանները, ոնց որ սկսենք process-ը առաջ տանել։ Ես չեմ ասում մենք ճիշտ ենք արել տվել են կամ ճիշտ չենք արել չենք տվել, կամ իմ կարծիքով մի բան կա, մաթեմատիկա մարդիկ գիտեն թե չէ, թե մարդիկ սենտիմենտալ էմոցիոնալ են, գալիս եմ հետ, նացիոնալիզմ թե պետականամետություն, մաթեմ, որի վրա պրոստը ռեսուրսս հերիքում է թե չէ, ու ամենավոխերիմ թշնամու հետ ես պետքա նստեմ խոսամ, կարողանամ հարց լուծեմ, կարող կամ կոմպրոմիսի, ոչ թե որ սիրում եմ, ոչ թե որ եղբայրություն ձգում եմ, թե չէ ախպեր, կարամ հետ այդ ճակատի մեջ ժամանակը իմ օգտին է, թե չէ։ Մի հատ վերջնական հետարքիր մի հատ բան եմ ուզում քեզ հարցնեմ, ինձ հետարքիր ժամանակը մի քիչ արթնա, բայց սենց մենք որ ասում ենք մեր պատմական հողեր, հայկական հողեր, քո կարծիք օրինակ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը տարբեր ձևերով ա եղել։ Իմ ամենասիրած, այսպես չափը Հայաստանի այդ Տիգրան Մեծի Հայաստանն է, որ ամենամեծ Հայաստանն եմ ես ուզում։ Բայց իմ մոտ sense մի հատ կոնֆլիկտ կա, որ ուզում եմ քո հետ կիսվեմ, թե դու ոնց respond կանես։ Ուղղակի լոգիկայի մի հատ խնդիր է, sense ավելի լոգիկայի խնդիր է, ինչքան ոչ թե քաղաքական։ Տիգրան Մեծը 95 թվականին է, եթե չեմ սխալվում, մեր թվարկությունից առաջ եկել իշխանության ու 55 թվականին մահացել է դե թվերը հետ են իջնում մեր թվարկությունից առաջ է։ Ինքը որ եկել է պատմական Հայաստանը ավելի փոքր է եղել, հետո ինքը եկել է տղեն մեծացրել է պատմական Հայաստանը։ Մենք երբ որ ուզում ենք պատմական Հայաստան, ասում ենք մեր պատմական հողերն ենք ուզում։ Եթե ֆանտազիայով տրվենք, ասենք սաղ աշխարհին համոզում ենք, որ պատմական Հայաստանը արդարությունը դա որ մենք պետքա ունենանք։ Ու մենք ունենում ենք այդ պատմական Հայաստանը։ Կարա ինչ որ մի հատ երրորդ ազգը ասի տղեկ հարց չկա, բայց այս 95-ին որ Տիգրան Մեծը եկավ, այդ Հայաստանը ավելի փոքր էր։ Այս կտորը որ մեծացրել է, դա մեզնից է եկալ, դա մեր պատմական արդարությունն է։ Ես ուզում եմ ջոգեմ, երբ որ մենք ասում ենք պատմական արդարություն ու պատմական Հայաստան, այս էլ տենդենս չունի մեզ մի քիչ լավ է որ այդ ամբիցիան ունենք։ Պրոստը ես միշտ ուզում եմ այդ ամբիցիան լինի երկրորդական կարողությունների, ես ռեսուրսի կողմ եմ։ Ռեսուրս ունենանք, բնակչությունը շատանա, մեծանանք, թափմենք Սփյուռքում փող ունենանք, ազդեցություն կարողանանք ունենանք, հարց չկա։ Խի մենակ պատմական Հայաստանը վարի սաղ աշխարհը գրավենք։ Why not? Եթե տենց է, ինչի՞ չէ։ Բայց իմ մոտ խնդիր կա, երբ որ ամբիցիան կարողություններից առաջ է։ Դու ո՞նց ես կարծում։ Այսինքն ինչ, եթե ես ուզում եմ հիմա որ պատմական Հայաստան ձևակերպվի, հա։ Չէ, դու լավ ես անում ուզում ես, բայց եթե դու դա սարքում ես, այսինքն չեմ ասում։ Okay, քաղաքական լոզունգ ես սարքում, այսինքն երբ որ դու դրա մասին հայտարարում ես, այն պետությունները, որոնք այն պատմական Հայաստանի սահմանի մեջ են ընկնելու, իրանք ավտոմատ հասկանում են, okay, եթե այս քաղաքականությունն ալնելու, մենք սաղս ունենք շահ, որ սրանց չթողենք աճեն։ То есть եթե դու հայտարարում ես դրա մասին, որ ես ուզում եմ իմ պատմական Հայաստանը, մյուս հետախուզությունը, մյուս երկրների անվտանգության համակարգը քեզ մոնիտորինգ է անում, իրանք տեսնում են քո հայտարարությունները, ասում են հոп,
կամանց օթերները փակեք, հանգարտ շատ բան չէ, որտեվ մեծ հաշվով դու ամբիցիա ունես իր այսօրվա իր հողի նկատմամբ։ Սա իր նպատակն է դառնում, քեզ չթողի որ դու աճես։ Ինչ տենց է թվում։ Ուզում ասեմ, երբ որ մենք ուզում ենք պատմական Հայաստան ու այդ ամբիցիան սարքում ենք քաղաքականություն, ինձ թվում է մի քիչ մեր վրա վատ է այդ գալիս։ Ինձ թվում է ես ավելի կողմ եմ ռեսուրսին։ Ես մտածում եմ, որ պետքա կարողությունը ուժեղացնես ու կարողությանը զուգահեռ ամբիցիադ ինքը իրան կսկսի բացվել այդ ուժը, որ լավ ուժեղ եղանք, որ շատ բնակչություն ունեցանք։ Ինձ թվում է դու ավտոմատ կերպով քո ազդեցությունը մեծանալու է։ Ես դրա հետ համաձայն եմ, Հայկ ջան, բայց ինձ թվում է որ ինչպես այլ հարցերի հետ, հա, կամ մեկը կամ մյուսը չի, հա, այսինքն առաջին հերթին այո, իհարկե պետք է ռեսուրսները շատացնես, պետք է հզորանաս որպես ազգ, որպես պետություն, բայց այդ գաղափարը, այդ միտքը, այդ երազանքը, հա, որ ունես, այսինքն դա քեզ դրթում է դեպի լավը, դեպի անելը, հա, այսինքն դեպի աշխատանքը, այդ բանը պետք է ունենաս, այսինքն օրինակի համար այսօր դու նստած ես, ասենք թե բիզնես ունես, չէ, այսինքն դու կարող այսօր այդ ամեն քո ուզածները չունենաս, բայց երազում ես, այդ երազը պետքա ունենաս եւ այդ երազը քեզ դրթում է դեպի աշխատանք։ Իմ կարծիքով դա դրա նպատակը։ Քիսինջերը այն մի 5 կերպարներից է, ով իմ վրա շատ մեծ ազդեցություն է թողել, ես գրքեր տարբեր կարդալ, խորանալ, Քիսինջերը 5 հոգուց մեկն է, որին ես շատ եմ ուսումնասիրում։ Իր դիպլոմասի գրքում կարծեմ 7-րդ chapter-ն է, sense մի հատ վերնագիր ունի, 7-րդ թե 6-րդն է, ասում է Realpolitik turns on itself։ Այդ chapter-ը ինքը խորանում է Գերմանիայի, Անգլիայի մրցակցության մեջ, Ավստրո-Հունգարիա եւ այլն, այնտեղ շատ եթե կարճ ասեմ անգլիացիքի համար նավատորմ ունենալը ամենաիրած national security կարևոր գործոններ, որտեղ իրանք կղզի են, Բիսմարկը գերմանական սախ շտատերը միացրեց իրար, բայց ասես մենք նավատորմ չեն կառուցի, որ հանգարց չխրտնացնենք անգլիացիքին, հետո Բիսմարկը գնաց, Կայզերը եկավ, ասես չէ, շում ամբիցիա կա, կարանք խիչ պետք է անենք մեր գերմանական դիսցիպլինով, նավատորմ կառուցենք, այդ բերեց ակունքին հասավ առաջի համաշխարհային, որտեղ հենց անգլիացի կետ տեսան սկսեցին ամեն ինչ անել, որ Գերմանիայի օթերը փակեն։ Իմ ասածը ինչն է, այս բանից Realpolitik turns on itself։ Եթե մենք ես այդ որ ասում ես երազանք ունենալ, ես խորը հավատք ունեմ, որ ոչ թե ես այդ երազանքը պետք է ունենամ, եթե իմ կարողությունները մեծանան, ուղղակի ավտոմատ կերպով քո ախորժակը մեծանալու է։ Բայց երբ որ դու այդ ամբիցիան, քո երազանքը սարքում ես Անենց քաղաքականություն, որ քո հերոստացույցով, ուղղակի անverջ մարդիկ խոսում են հայրենասիրությունից, ազգայնականությունից, ինձ թվում է ինքը sense gap է ստեղծում, բան է ստեղծում, դիսբալանս է ստեղծում քո կարողության ու քո ամբիցիաների միջև։ Ու այդ gap-ի պատճառով ինչ-որ մի պահի ոտդ պլստում է, ինձ տենց է թվում։ Ես համաձայն չեմ, օրինակի համար մենք առաջին անգամ, այսինքն կարծեմ 1000 տարվա մեջ առաջին անգամ լինելով մենք կամ հայ ժողովուրդը ինքը կարողացավ Հայաստանի տարածքը մեծացնել, հա, Արցախը ազատագրելով։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ է սկսել, չէ, այսինքն ինքը Ղարաբաղյան կոմիտեն է կազմակերպել, որի անդամներից մեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ինքը միակը չէր բնականաբար։ Ու բայց քաղաքական process-ը ղեկավարելը արդեն ինքը ու իր կողքը, ասենք թե Վազգեն Սարգսյան, այնտեղ Ղարաբաղյան թևում Ռոբերտ Քոչարյան, ինչպես ասեցի, ուրիշներն էլ կային, հա, այդ այմ ասած է, բայց ուզում եմ ասել, որ եթե օրինակի համար ես չի ասում ինքն է, էլի մենակ թրով արել, то есть իր անունը տվեցի դրա համար ինքը երկրի լիդերն է եղել, ինքն է այդ քաղաքականությունը, բայց ուզում եմ ասել, որ այդ շարժումը սկսել է անկախությունից առաջ, չէ։ Շարժումը, հա, սկսել է առաջ։ Ուզում եմ ասել, որ եթե հայերը մոռացած լինեին Արցախի մասին, ասենք եթե երազանքը չունեին, եթե չհասկանային, չմբռնեին եւ ոչ միայն ժողովուրդը, այսպես ասած, այլ վերնախավը, Արցախը չէր պահպանվեր ինչ-որ չափով, չէր պահպանվեր ընդհանրապես։ Հիմա իմ կարծիքով, Հայկ ջան, ամենայն հարգանքով այդ ոնց որ մոտեցումը, հա,
ճիշտ նույն մոտեցումն է, որը բերեց այսօրին, որտեղ մենք այսինքն հայ ժողովուրդը կորցրեց Արցախը, որովհետև ինքը իր ռեսուրսները, իր մտածողությունը, հա, իր հիմնախնդիրները դրեց ուրիշ միտեղ։ Ինքը ռեսուրս չուներ Հայաստանը։ Վիլյամ ջան, ինքը ռեսուրս չուներ։ Հայաստանը ռեսուրս չուներ։ Հայաստանը չուներ բնակչություն։ Չէ։ Եվ պիտի ունենա։ Ինչպես։ Պիտի ունենա արդյոք։ Ինչ ռեսուրս պիտի ունենա։ Այսինքն ինքը բնական ռեսուրս չունի ընդհանրապես։ Ես չգիտեմ թե արհեստական ինտելեկտի ռեսուրսների մի մասը կներես ընդհանրեցի, բայց Արցախում են գտնվում, հա, ցորենը, ոսկին, ջուրը, հա, այսինքն հիդրոէլեկտրական կառույցները Արցախում են գտնվում, հա, էդ էլ տվեցինք։ Ուզում ասել, որ այսինքն եթե միան խոսում ենք մեր ճանաչածի մասին, այտենց է կմնա եւ ոչ միան կմնա, այլ կվատանա իրավիճակը։ Վիլյամ ջան, մենք ինչ որտես գալիս ենք այն bottom line-ին, որ մենք ես ու դու տենդենս ունենք իրար չհամաձայնվելու։ Ես կարծում եմ ամենաակունքում այս ամեն ինչի է սա։ Դու ինչ ռեսուրս ունես, որ մտնես պայքարի մեջ։ Բայց պայքարը արդեն հաղթվել էր։ Ինչպես։ Տարիների ընթացքում նկատի ունես, թե 18-ից 20-ի։ Չէ, մինչև 18-ը, ահա, Արցախը ով էր ղեկավարում, Հայկ ջան։ Ով էր ղեկավարում։ Հայերը, չէ։ Այո։ Okay։ Այսինքն ինչպես պիտի ղեկավարի, եթե հաղթած չլիներ։ Արդեն հաղթել էր։ Բայց մենք, այսինքն ոմանք, չասեմ մենք, ոմանք որոշեցին որդեգրել, չգիտեմ ինչի, դիրքորոշում, որ ասում էր, որ չէ, չպետք է մենք ունենանք Արցախը, հայերին չի պատկանում, կամ պետք է հանձնվի, կամ էդի խոջընդոտա, չգիտեմ, Հայաստանի զարգացմանը եւ այլն եւ այլն։ Այդպես բան ես չեմ լսել, ես լսել եմ Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ես տենց բաներ եմ լսել։ Նիկոլ Փաշինյանի հոդվածաշարերի մեջ, այսինքն 90-ական թվականներից սկսյալ այդ գաղափարները արդեն հայտնվել են։ Ես 2018-ին լսել եմ, որ ինքը ասել է Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ինքը կեղծավոր մարդ է դրա համար։ Կարող է կեղծավորա, բան չասի։ Այսինքն իր հոդվածներում, իր գրքում, այսինքն իր կենսագրության մեջ, հա։ Դու կարդացել ես։ Ես լիովին չեմ կարդացել, ոչ, չեմ կարդացել, բայց հոդվածները կարդացել եմ, այո։ Այս ուզում ասեմ, դու որ ասում ես գրքում, դու գրքը կարդացել ես, լսել ես։ Չէ, հատված, այսինքն իր գրքում գրված էր թե այսինքն Արցախի մասին գրված էր թե իր գրքում, թե այսինքն հոդվածաշարերի մեջ, հա, որ ինքը հրատարակել է իր թերթերում, հա, ընդ որում մի մասը փակվել է։ Ես իչքան տեսել եմ իրանց Սերժ Սարգսյանին քննադատելու մեջ, ես իրանց տեսել եմ, որ դու ոնց ես պատրաստում ինչ որ զիջումների գնաս Ղարաբաղի հարցում։ Այն ինչ որ բոլորը Նիկոլ Փաշինյանը Սերժի մասին, հա։ Հա, Ալեն Սիմոնյանը բան էֆիրներում կա։ Իրանք անում են այդ Սերժ Սարգսյանի մասին, Սերժ Սարգսյանի դեմ դա անում էին առանձին Ռոբերտ Քոչարյանի թևի մարդիկ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դա անում էին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։ Այս տենդենսը Արցախի թեմայի վրա, այսինքն ցիկլով իրար վրա ամեն մեկը այդ նացիոնալիզմի բանը բռնած, որ ես եմ ախպեր տղեն, դու ոնց կարաս Թուրքին ինչ որ բան փորձես հարց լուծես, ես որպես ռեսուրս նայող մարդ, ես դնում աստիճանաբար, քայլ առ քայլ, դու ավելի թուլանում ես, քո մոտ միգրացիա է, բնակչությունը իջնում է, քո հանքերը, ջրի ռեսուրսները, այլ ռեսուրսները այդքան էլ լավ մենեջմենտ չեն ենթարկվում, կամ ասենք որոշում կայացվում, փորձում ես լավ անես, միտեղ փորձը չի հերիքում, միտեղ կապերը չեն հերիքում, միտեղ ումից որ զենք ես առնում, կարող է լավ զենք է, կարող է վատ զենք է, այն զենքը որ լավ զենք է, կարող է լիովին դու չես կարողանում օգտագործես այդ զենքը, որտեղ կա զենքը որ թռնում է, կա այդ զենքը արդյոք երբ որ իջնում է կարա պայթի թե չէ։ Մենք ամենակարևորը, որ արդեն քանի որ վերջին են գալի, ինձ թվում է ես ուզում եմ հետևյալը նշենք։ Մենք համաձայնվեցինք, որ սոցիալիզմը այդքան էլ ես իմիջի։ Դու ուղի ինձ վերջում, եթե ես սխալ եմ ասում, դու նացիոնալիզմը մտածում ես, որ շատ կարևոր, կարելի ասել դոմինանտ գաղափարախոսությունն է, որ ինքը ոնց որ պետքա դրայվ անի պետությունը, ազգին։ Եթե պետություն ունես, այո։
Ես մտածում եմ, որ պետականամետությունն է, մենք տարբեր սահմանումներ ենք տալիս նրանց։ Ես մտածում եմ, ես իմ ասածս էներ Հայկ ջան, որ պետականամետության հիմքը պետքա լինի նացիոնալիզմ։ Եթե նացիոնալիզմ չունես, չես կարա դրա վրա կառուցես պետականամետություն, չես կարա։ Ես չեմ իմանում։ Նացիոնալիզմը ինքը ինչ է կներես, բայց նացիոնալիզմը ինքը ինչ է ներկայացնում Իրանից, որ դու որպես ժողովուրդ, այսինքն դու որպես այդ ժողովրդի Իսկ դու խառնում ես նացիոնալիզմը հայրենասիրության հետ, երկու տարբեր բաներ է։ Ինձ թվում է սրանք տարբեր են։ Նացիոնալիզմը ինչ է, հա, որ դու հավատում ես, որ դու իրավունք ունես պետություն ունենալու, այո, որպես ազգ, ոչ որպես գերպետություն, չգիտեմ, կայսրություն եւ այլն։ Մեր, այսինքն հայերի հիմնակարը պետականության եղել է նացիոնալիզմ։ Եթե նացիոնալիզմ չկար, որի հետ ես համաձայնվեցի, երբ որ դու չունես պետություն, նացիոնալիզմը համար մեկ գործիքն է, որ պիտի օգտվես։ Ես ասում եմ, նացիոնալիզմը ֆանտաստիկ, լավ, կարևոր, ճիշտ բան է, բայց սելեկտիվ սիտուացիաներում, ինքը սահմանափակ սիտուացիա։ Եթե ուզում ես դու պետության հասնես, նացիոնալիզմը համար մեկ ձևն է, որ պիտի անես, ուրիշ ոչ մի բան, ոչ մի գաղափարախոսություն պետք չէ։ Բայց ինչու ինքը համախմբում է բոլոր տարերին ազգային, բոլոր կլինի մեկը կոմունիստ, լիբերալ, դերասան, չգիտեմ, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց կոմունիստները այսինքն համաձայն չեն դրա հետ։ Դու կարաս ունենաս կոմունիզմը, որը ասի ախպեր, ես ուզում եմ պետություն, բայց ուզում եմ ունենամ օրինակ չինական կոմունիզմը, որը նացիոնալիզմի վրա է հիմնված, ու ասում են մենք ունենք կոմունիստական քաղաքականություն, հա, բայց դա էլ իր հերթին ունի լրիվ կապիտալիզմի հիման վրա է ներսում իշխվում, то есть ներքին բանը կապիտալիզմի վրա։ Սկսվել է ուրիշ ձև, բայց նացիոնալիստական շարժումով է եղել ինքը, նացիոնալ սոցիալիստական շարժումով է եղել։ Իմ խնդիրը նրանում է, որ մենք երբ որ ասում ենք էլի եմ ասում նացիոնալիզմ ու պետականամետություն, նացիոնալիզմը շատ լավ գործիք է պետություն ունենալու համար, իմ կարծիքով հենց պետություն ունեցար, ինձ թվում է ավելի լավ է մաթեմատիկայից լավ լինես, ինձ տենց է թվում։ Ու մաթեմատիկայից որ ասում եմ, սիմվոլիկ եմ ասում, դրա տակ այն ինչ որ կար ներկայացրեցի, իմ կարծիքով։ Իսկ մա երբ որ մենք ասում ենք պատմական հողեր, խնդիր չկա, հարց չկա, ես ասում եմ պետք չի սահմանափակվել պատմական հողերով։ Եկեք вообще ամբողջ աշխարհը վեկանենք, խի չէ որ։ Ուղղակի մոտ խնդիր կա, ինչ ուզում ես անես, սկզբից ռեսուրս, հնարավորություն սառը դատել, քննարկել, դեբատի սեղանը բաց լինի, որ իմ ու քո նման մարդիկ նստեն վիճեն, մարդիկ կողքից լսեն, ասեն Վիլյամը շատ լավ ասեց, ճիշտը Վիլյամն է, մյուսը ասի չէ, ինձ թվում է Հայկը լավ ասեց, ու դրա վրա ստեղծվի այդ սինթեզը տարբեր գաղափարների, որը կարա իր հետ բերի հետաքրքիր պրոդուկտ։ Համենպես ինձ թվում է մի բանի հետ ենք համաձայն, որ Հայաստանում այսօր քաղաքական դիսկուրսում թե ոնց են իրար քրվում բոլորը բոլորին, ինձ թվում է այդ աղբա։ Դե մի տեղից բխում է, չէ։ Այսինքն այդ բխումը սոցիալական ցանցերի 24 ժամանոց այն ցիկլը, որ այսօր կա, որը ժամանակին չկար, այդ բխումը տարբեր ռոպագանդիստական թևերից տարբեր կողմերից ֆինանսավորվող, այդ բխումը ներքին ատելությունից, այդ բխումը լիքը բաներից։ Հետևյալ խնդիրը կա։ Կա իշխանություն, որը պատերազմա կրվե, կա ընդդիմություն, որը որևէ ձևով չի կարացել մասսայական համոզի, որ ամեն ինչ էս մեկի մեղքն է։ Չի կարացել համոզի։ Իրանք նույնիսկ իրար մեջ չեն կարողացել համոզել։ Իրանք իրար մեջ են կիսվել երկու մասի։ Այնտեղ է կա այդ բաժանումը։ Ու մոտեցումների մեջ կա բաժանում արդյոք все-таки հողերը տվել է թե արդյոք все-таки հողերը կրվել է։ Իմ կարծիքով չպետք է ընդհանրացնենք այդ հարցերը, բայց կներես ընդհանրացի։ Սրանք ուրիշ է դեբատի, ինձ թվում է, բայց եթե ուզում ես ասես, ես թողեմ քեզ դու ավարտես խոսքը։ Չէ, ուղղակի Հայկ ջան, երբ որ խոսում ենք քաղաքական իրավիճակի մասին, հասարակական այս խնդիրների մասին, հա, չպետք է ընդհանրացնենք ու ասենք, որ դե բոլորն էլ են մասնակցում դրան։ Հիմա կարող է որ այսօր մի քիչ իրավիճակը փոխվել է եւ իհարկե փոխվել է, պատերազմ է անցել երկիրը, հասարակությունը, այսինքն բավականին դժվար տարիներից է անցել եւ այլն, բայց ով է մտցրել այդ ամենը հասարակության մեջ, հա, մենք գիտենք ով է մտցրել։ Նիկոլ Փաշինյանը, դուք ով, մենք, դուք ով գիտեք։ Նիկոլ Փաշինյանը, հա, բազմիցս ցույց է տվել, որ ինքը նման գործողությունների պատրաստ է եղել։ Ինչ գործողությունների։
այդպիսի թշնամություն մտցնել հասարակության մեջ իր հոդվածաշարերից սկսած մինչև 2000 որ թվականին էր դե 2008-ին, չէ, 2007-2008-ին, հա, գիտենք ինչ տեղի ունեցավ, հա, եթե լսես ձայնագրությունները, միայն մի քանի հոգուց կլսես նման արտահայտություններ, հա, թշնամական, որը սրանք թուրք են, սրանք, չգիտեմ, Ղարաբաղցի են եւ այլն, հա, այսինքն Ղարաբաղցի թուրք, կլանա, բան եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո, հա, այդ նույն բառապաշարով ինքը շարունակել է գործել։ Վիլյամ, քեզ մի հատ sense բան ասեմ, նայ, ես շատ դեմ եմ, որ հայերի մեջ կա այդ մոմենտը, էսի Ղարաբաղցի է, էսի, չգիտեմ, Սյունիքցի է, էսի էսային, այդ անիմաստ բաներ է։ Կարաս ասես, բայց ոչ թե որպես թշնամի։ Բայց երբ որ ես Ամերիկայում էի, երբ որ ես այդ թվերին Ամերիկայում էի, 2000-ականներին, դե այն ժամանակ Skype չկար, ինտերնետը նույնը չէր ինչ որ հիմա, Հայաստանից մի հատ դելեգացիա եկա, մի հատ բան պատմեցին, ասացին մի հատ անեկդոտ կա հիմա Հայաստանում։ Ղարաբաղցին հայաստանցին հարցնում, ասում է ոնց ես, այնել ասում է ոնց ասես։ Այդ ոչ թե Փաշինյանի մթնոլորտն է, այդ ժողովրդի մեջ բանա հյուսած perception-ն է, տեսանկյունն է, թե ինչա կատարվում։ Այսինքն թե մարդիկ ոնց են ընկալել այդ Քոչարյանի գալը, ասենք թե Հայաստան, լավ, որը ես համարում եմ absolute սխալ, չի կարելի կանգնել ասել, որտեղ իրանք մերն են։ Ես համարում եմ Քոչարյանը, ես համարում Ղարաբաղցիք, իրանք մերն են, մենք ենք։ Իրանք, մենք սաղս մենք ենք։ Բայց այդ խոսում է բանահյուսության մեջ ժողովրդական, թե ոնց է ընկալումը տարբեր կլանային հարաբերություններում։ Այդ մանիֆեստացիան է դրան, թե մարդկանց մեջ ոնց ես այնքան է եղել, որ իմ կողքը երբ որ ասեն այ Ղարաբաղցիք են, ասում Ղարաբաղցիք չեն, մերոնք են։ Կարող է այնտեղից ասենք թե մի ինչ որ մեծ խումբ է, ասենք թե եկել է Հայաստան, իշխանություն, ժողովուրդ է եւ այլն։ Չի կարելի ասել տենց, այդ բաժանմանը չի կարելի գնալ։ Բայց ավելի խորքային խնդիր է Հայաստանում, որ այս թեմաները ավելի դոմինանտ են, քան ավելի պարզ խնդիրները, որ դու արդյոք որպես պետություն կարողություն ունես, թե չունես։ Ուրախ եմ, որ իրար հետ խոսացինք ու ես կարծում եմ մենք էլի կկրկնենք դա։ Սիրով Հայկ ջան։ Ես լիքը հարցեր համաձայնվեցինք, ավելի շատ չհամաձայնվեցինք ու ինձ թվում է այդ շատ նորմալ է, կարևորը որ մենք ասես դիալոգները կարողանում ենք իրար հետ պահենք։ Շատ լավ։ Շնորհակալություն Հայկ ջան։